Мир вам, Խաղաղություն ձեզ։ дорогие братья, сестры, народ Божий. Թանկագին եղբայրներ, քույրեր եւ Աստծո ժողովուրդ։ Я рад приветствовать вас в этот субботний день в Доме Божьем. Ես շատ ուրախ եմ այս շաբաթ օրով ողջունելու ձեզ Աստծո տան մեջ։ У вас сегодня не назначено обычное служение, да? Այսօր ձեր мոտ սովորական պաշտամունք չէ Потому что նշանակված։ сказали, гости будут, поэтому вы здесь. Ասել են հյուրեր պիտի լինեն, դրա համար եք այստեղ։ Награда ваша велика. Ձեր վարձքը շատ է։ Слава Иисусу. Փառք Աստծուն։ Брат представлял нас. Եղբայրը ներկայացրեց մեզ, Мы служители действительно из Беларуси. մենք իրականում Բելարուսիայի ծառայողներ ենք։ Но просто и правильнее было бы сказать, мы рабы Бога Всевышнего. Բայց ավելի ճիշտ կլիներ ավելի ուղիղ, որ ասվեր, որ մենք Աստծո ծառաներ ենք բոլորս։ Ваши братья, Եվ ձեր եղբայրները։ такие, как и вы, знающие Бога, Այնպես ինչպես նաև դուք մենք էլ Աստծուն ճանաչող ենք, которых возлюбил Иисус, որ սիրեցինք Հիսուսին, омыл кровью своей, որին սիրեց Հիսուսը լվաց արյունով իր, крестил Духом Святым Սուրբ Հոգով մկրտեց и записал имена в книгу жизни. եւ մեր անունները գրեց կենաց գրքի մեջ։ Мы ваши братья. Մենք ձեր եղբայրներն ենք։ Слава Господу. Փառք Աստծուն։ Примите привет из Беларуси. Ընդունեք ողջույններ Բելարուսիայից։ Զայմն բրատ։ Сидите, не беспокойтесь. Նստեք, մեկ անհանգստան։ Привет от моей семьи, Ողջույններ նաև իմ ընտանիքից, от церкви եկեղեցուց и от всех наших церквей. եւ բոլոր մեր եկեղեցիներից։ Все любят вас Բոլորը ձեզ սիրում են и молятся за вас. եւ աղոթում են ձեր համար։ Когда братья начали собираться в поездку, Երբ որ եղբայրները սկսեցին հավաքվել ճանապարհորդության համար, я еще колебался, ехать или нет. ես երկմտում էի գնամ թե չգնամ։ На это у меня были свои препятствия. Դրա համար ես իմ արգելքներն ունեի։ Я несколько времени назад переболел инфарктом, Ես ժամանակներ առաջ հիվանդացա ինֆարկտով, а еще раньше инсультом. դրանից առաջ էլ ինսուլտով։ И мои дети не пускали меня. Եվ իմ երեխաները թույլ չէին տալիս որ ճանապարհ գամ։ Но у меня было желание быть в братском совете, братской конференции. Բայց ցանկություն ունեի որ եղբայրական այս համաժողովին И լինեի։ чтобы видеть вас, народ Божий. Եվ որ ձեզ էլ տեսնեմ Աստծո ժողովուրդ։ В Беларуси очень много армян. Բելարուսիայում շատ հայեր կան, Но, к сожалению, большому сожалению, очень мало верующих из них. բայց մեծ ցավով եմ ասում որ նրանցից քչերն են հավատացյալ։ Поэтому я рад видеть такое множество. Դրա համար ես շատ ուրախ եմ այսքան մեծ քրիստոնյա հայեր տեսնելու, հավատացյալ հայեր։ Я буду читать местописание для вас весьма знакомое. Ես ձեր համար շատ ծանոթ Սուրբ գրքից տեղ պիտի կարդամ։ Даже знаю или уверен, что дети это знают. Ես նույնիսկ վստահ եմ որ երեխաները գիտեն սրա մասին։ Первый псалом. Առաջին սաղմոսն է։ Кто из вас знает его наизусть? Ով ձեզանից գիտի անգլիա։ Поднимите руку вашу. Ձեր բարձրացրեք։ Еще я такое отступление скажу. Спросил у братьев, сколько могу проповедовать. Մի հատ մեջբերում անեմ, եղբայրներին հարցրեցի ինչքան կարամ քարոզեմ ժամանակի առումով։ Но не говорят, сколько Бог ложит на сердце. Ասացին ինչքան Աստված սրտիդ մեջ կդնի։ А мне вспомнилось, один проповедник спросил у пастора, Ես հիշեցի որ մի քարոզիչ հովիվին հարցրեց. сколько можно проповедовать по времени. Ինչքան կարելի է քարոզել ժամանակի առումով։ Он говорит, сколько хочешь, Նա էլ ասավ ինչքան ուզում ես։ но когда все уйдут, то ты выключи свет и закроешь дверь. Բայց երբ որ բոլորը գնան, վերջում լույսը կանչատես, դուրն էլ կփակես։ После меня будет проповедовать еще брат Михаил. Ինձանից հետո եղբայրը պիտի քարոզի։ Наберитесь терпения. Համբերությամբ լցվեք։ Вы блаженны. Դուք երանելի եք։ Написано в Библии, однажды слышал я, Գրված է Սաղմոսում Սուրբ գրքում մի անգամ լսեցի ես,
И дважды говорил Бог. Երկու անգամ ասեց Աստված։ Поэтому сегодня я говорю один раз, Այսօր ես ասում եմ մի անգամ, второй раз говорит брат, երկրորդ անգամ ասում է եղբայրը, а вы слышите два раза. բայց դուք լսում եք երկու անգամ։ Ну, хорошая проповедь была перед этим, Բայց սրանից առաջ եղած քարոզը ավելի լավն էր։ чтобы не роптали. Որ չբողոքենք։ Поэтому радуйтесь, Դրա համար ուրախ եղեք, что вы сегодня слышите Слово Божие. որ այսօր Աստծո խոսքը Да եք լսում։ благословит вас Бог. Աստված օրհնի ձեզ։ Итак, читайте первый Псалом. Вы читайте. Ցելիկոմ Целиком. Առաջի սաղմոսն եմ կարդում ամբողջությամբ։ Երանելի այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի քայլում, ու մեղավորների ճամփի մեջ չի կենում, եւ ծաղր անողների նստած տեղը չի նստում, հապա նրա հաճությունը Աստծո օրենքի մեջ է, եւ ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում, նա ջրի ճամփաները տնկված ծառի պես պիտի լինի, որի ժամանակին իր պտուղը պիտի տա, ու նրա տերևը պիտի չթափվի, եւ ինչ բան որ անե պիտի հաջողի։ Այնպես չեն ամբարիշտները, հապա մղեղի պես որ հովն է ցրում։ Սրա համար ամբարիշտները դատաստանի մեջ պիտի չկարողանան կենալ, ոչ էլ մեղավորները արդարների ժողովի մեջ, որովհետև Տերը ճանաչում է արդարների ճամփան, բայց ամբարիշտների ճամփան պիտի կորսվի։ Слава Богу. Փառք Աստծուն։ Я вернусь к первому стиху. Ես վերադառնամ առաջին խոսքին։ Блажен муж, Երանելի այն մարդը, блаженна жена, երանելի է նաև կինը, блажен дедушка и бабушка, երանելի է տատիկը ու պապիկը, девочки и мальчики. տղաներն ու աղջիկները, Блажен, который не ходит на совет нечестивых. երանելի է նա, ով ամբարիշտների խորհրդի մեջ չի կենում։ Блаженны мы, когда мы рассуждаем о Слове Божьем, Երանելի ենք մենք, երբ որ մենք Աստծո խոսքի шուրջ ենք խորհում, сидим в собрании святых, նստած ենք սուրբերի ժողովքի մեջ, святым, которые на земле, и к дивным твоим, к ним все желание мое. այն սուրբերի մեջ, որ երկրավոր կյանքի մեջ ցանկությունն ամբողջ։ Я сегодня хочу говорить об этом слове «совет». Ես ուզում եմ այսօր այս խորհրդի մասին խոսել։ Советы бывают разные. Խորհուրդները լինում են տարբեր։ Вы в своей жизни много давали кому советов. Դուք ձեր կյանքի մեջ շատերին եք խորհուրդ տվել И много слышали советов. եւ շատ էլ խորհուրդներ եք լսել։ И до конца жизни мы будем нуждаться в хороших, разумных советах. Եվ մինչև մեր կյանքի վերջը մենք պիտի կարիքը ունենանք իմաստուն խորհուրդների։ Здесь Давид говорит, что блажен человек, который не ходит на совет нечестивых. Այստեղ գրված է, որ երանելի է այն մարդը, ով որ ամբարիշտների խորհուրդների մեջ չի կենում։ Нечестивцы не могут посоветовать разумного. Ամբարիշտները չեն կարող լավ բան խորհուրդ տալ։ У них, они какие сами, такие у них советы. Ինչպիսին իրանք են, այնպիսին էլ իրենց խորհուրդը պիտի լինի։ И вы иногда детям своим говорите, с этим не дружи, Հաճախ երեխաներին ասում ենք սրա հետ ընկերություն միանի, а вот с этим дружи. այս սրա հետ ընկերություն արա։ Этого не слушай, Սրան մի լսի, а так по-разумной послушай. բայց խելացիներին, իմաստուներին լսիր։ Библия много раз или много говорит о различных советах, которые давали людям. Աստվածաշունչը շատ տեղերում է խոսում շատ խորհուրդների մասին, որ տվեցին ժողովուրդը, մարդիկ։ Я прочитаю некоторые из них. Ես նրանցից մի քանիսը կկարդամ։ Вторая книга Царств, Երկրորդ Թագավորաց գիրք, 13 глава, 13-րդ գլուխ, с 1 по 6 стих. Առաջինից մինչև 6-րդ խոսքերը։ Общить, что было Երկրորդ быстрее Թագավորաց читать. 13-1-ից 6-ը։ Այդտեղից ետքը Դավիթի որդին Աբիսողոմը գեղեցիկ մի քույր ուներ, որի անունը Թամար էր։ Դավիթի որդին Ամնոնը նրան սիրեց։ Ամնոնը իր քրոջը Թամարի սիրո համար հիվանդանալու չափ նեղացավ, քանզի նա կույս աղջիկ լինելու համար նրան մի բան անել Ամնոնի աչքերին դժվար կերևնար։ Ամնոնը Հովնադաբ անունով բարեկամ ուներ, որ Դավիթի եղբորը Սամմայի որդին էր։ Հովնադաբը խիստ խորագետ մարդ էր եւ Ամնոնին ասավ. «Ով թագավորի տղա, դու ինչու համար այդպես օրեօր կհալես, պատճառը ինձի չես հայտներ»։ Ամնոնը նրան ասավ. «Ես իմ եղբորս Աբիսողոմի քրոջ Թամարին սիրահարված եմ»։ Հովնադաբը նրան ասավ. «Անկողնիներ, պարկիր ու քեզ հիվանդ ձևացրու ու երբ
քու հայրդ քեզ տեսնելու գա, նրան ասա կաղաչեմ, որ իմ քույրս Թամարը ինձ գա ու ինձ հաց կերցնե ու իմ աչքերի առջև կերակուր շինե, որպեսի տեսնեմ ու նրա ձեռքից ուտեմ։ Ամնոնը պարկեց ու իրեն հիվանդ ձևացրեց ու երբ թագավորը նրան տեսնելու եկավ, Ամնոնը թագավորին ասավ կաղաչեմ, իմ քրոջը Թամարին թող գա ու իմ աչքերի առջև երկու բլիթ շինե ու նրա ձեռքից ուտեմ։ Совет, который дал брат брату. Խորհուրդ որ տվեց եղբայրը եղբորը։ Могу сказать, что это совет нечестивых. Ասեմ, որ սա ամբարիշտի խորհուրդն էր։ Молодой человек влюбился. Երիտասարդ տղան սիրահարվել էր։ Мне рассказывал один из братьев армянин. Ինձ մի անգամ մի եղբայր հայ պատմեց։ Настало время жениться. Եկել էր ժամանակը, որ պիտի ամուսնանա։ Он жил в Краснодаре. Նա ապրում էր Կրոսնադարում։ Ему посоветовали взять видеокамеру. Նրան խորհուրդ տվեցին տեսախցիկ վերցնի, И когда приедет в Армению, երբ որ կգա Հայաստան, там у вас где-то конференции бывают летом в большом лагере. ձեզ մոտ մեծ ճամբարում համաժողով է լինում ամառները։ Ты выбирай там, Այնտեղ տեսախցիկով նկարի ընտրություն արա։ а потом посоветуешься. Հետո էլ խորհուրդ կհարցնես։ Он посоветовался с другом Նա ընկերոջը խորհուրդ հարցրեց и вечером с мамой посоветовался. եւ երեկոյան էլ մոր հետ խորհրդակցեց։ Не знаю, как они ему что говорили, Չգիտեմ նրան ինչպես ու ինչ ասեցին, но выбор их совпал. բայց նրանց տված խորհուրդները ու ընտրությունը ոնց որ թե համընկավ։ Он женился и радовался. Նա ամուսնացավ ու շատ ուրախացավ։ Хороший совет дал друг. Լավ խորհուրդ էր տվել ընկերը։ А здесь совет дал человек хитрый. Բայց այստեղ խորհուրդ տվողը խորագետ մարդ էր։ Խորամանկ մարդ էր։ Это то, что было уничтожено честь девочки. Սա հանգեցրեց նրան, որ աղջկա պատիվը խորտակվեց։ Впоследствии привело к смерти некоторых людей. Եվ դրա հետևանքը եղավ այն, որ որոշ մարդիկ մահացան։ Это совет нечестивых. Սա ամբարիշտի խորհուրդն էր։ Продолжение в Շարունակության 15 главе, 12 стих. 15-րդ գլուխ 12-րդ խոսքը։ Во время жертвоприношения Авесолом послал и призвал Ахитохела, гилонянина, советника Давидова, из города Гило, и состоялся сильный заговор, и народ стекался и умножался около Авесолома. Ուրեմն երկրորդ թագավորաց 15-12 Աբիսողոմ զոհարած ժամանակը Դավիթի խորհրդակիցը Գեղոնացի Աքիթոփելը իր Գեղոն քաղաքիցը կանչել տվեց։ Դավաճանությունը զորացավ ու ժողովուրդը գնալով կշատանար Աբիսողոմի մոտ։ Совет этих людей Խորհուրդը այսպիսի մարդկանց привел к большой трагедии и войне. բերեց մեծ ողբերգության ու պատերազմի։ Продолжаю 16 глава, 23, с 20 по 23, почитай. Շարունակում ենք 16-րդ գլուխ 20 խոսքից մինչև 23 խոսքը։ Աբիսողոմը ասավ Աքիթոփելին. խորհուրդ արեք, թե ինչ անելու ենք։ Աքիթոփելն ասավ Աբիսողոմին. քո հորդ հարճերի մտիր, որոնք նա տանը պահապանություն անելու համար թողեց։ Ու երբ բոլոր Իսրայելը լսե, թե դու քո հորը ատելի եղար, այն ժամանակ բոլոր քեզ հետ եղողներին ձեռքերը պիտի ուժովնան։ Ուստի տանիքի վրա Աբիսողոմի համար վրան կանգնեցրին, եւ Աբիսողոմը բոլոր Իսրայելի աչքերի առջև իր հոր հարճերին մտավ։ Այն օրերը Աքիթոփելի տված խորհուրդը այնպես էր, ինչպես մեկը Աստծո խոսքը հարցներ։ Աքիթոփելին ամեն խորհուրդը թե Դավիթի քով եւ թե Աբիսողոմի քով այնպես էր։ Совет Ахитохела. Աքիթոփելի խորհուրդը Много лет он давал Давиду советы. շատ տարիներ ինքը Դավիթին էր խորհուրդ տվել։ Советы эти Давид прислушивался к ним. Եվ այս խորհուրդներին Դավիթը ականջ էր դնում։
Почему-то мотивы этих совета настоящего были хитрые. Ինչու համար այս խորհրդի իրական պատկերը խորամանկ էր։ Он разрушал чистое святое. Նա քանդում էր մաքուրը ու սուրբը։ У него на это были свои мотивы. Նա դրա համար պատճառներ ուներ։ Но это было умышленное зло против Давида. Բայց սա մտածված ճարիք էր Դավիթի դեմ։ И говорится, что советы этого человека были как будто кто-то у Бога спрашивает. Եվ գրված է, որ այս մարդու տված խորհուրդները կարծես թե այնպեսին էր, ոնց որ թե Աստծուն հարցրած լինեին։ Настолько высоко его было мнение. Այնքան բարձր կարծիք կար այս մարդու մասին։ Но однажды Давид сказал: Բայց մի անգամ Դավիթն ասավ. разрушь совет Ахитофела, Господи. Աստված իմ Աքիթոփելի խորհուրդը քանդիր։ И Бог разрушил. Եվ Աստված քանդեց։ Числа 31:16. Թվոց 31:16 Прочитай. Сейчас найду. Ты прочти, брат. Хорошо. Ահա Բաղամի խրատովը դրանք պատճառ եղան, որ Իսրայելի որդիները Տիրոջը դեմ մեղանչեին Փագովրի գործի մեջ, եւ Տիրոջը ժողովքի վրա այն հարվածը եկավ։ И числа 25. Եվ թվոց 25-րդ գլուխ 1:3 С 1 по 3 стих. Թվոց 25:1:3 Եվ Իսրայելը Սատիմի մեջ բնակեց ու ժողովուրդը Մովաբի աղջիկների հետ սկսեց անառակություն անել։ Народ израильский шел по пустыне. Աստծո ժողովուրդը գնում էր անապատով։ Они дошли до Моава. Նրանք հասան Մովաբ։ И царь Моавитский видит, что у него нет того оружия, чтобы победить. Եվ Մովաբի թագավորը տեսնելով, որ ինքը չի կարող Իսրայել ժողովրդին հաղթել, զենք չունենալու պատճառով այդպիսի։ И призвал пророка, чтобы проклясть. Եվ մարգարեին կանչեց, որպեսի անիծի։ Но те, кто благословенны Богом, не могут быть никем прокляты. Բայց նրանք, ովքեր Աստծո կողմից օրհնված են, ոչ մեկի кողմից չեն կարող անեսքի ենթակա լինել։ Только грех может разрушить благословение. Միայն մեղքը կարող է օրհնությունը քանդել։ Вы благословенные у Господа. Դուք օրհնված եք Աստծով։ Вы святые. Դուք սուրբեր եք։ Вы праведные. Դուք արդարներ եք։ Вы дети Божьи. Դուք Աստծո զավակներ եք։ На вас лежит благословение Господня. Ձեր վրա Աստծո օրհնությունն է իջած։ Никто вам не может сделать никакого проклятия, Ոչ ոք չի կարող ձեր կյանքի մեջ անեց կբերի, если будете ходить свято. եթե սրբության մեջ կքայլեք։ И когда Валаам Եվ երբ որ Բաղամը научил людей грешить, Եվ երբ որ Բաղամի խորհրդով Բաղաքը ժողովրդին սովորեցրեց մեղ գործել, блудодействовать, անառակություն անել, то было отнято благословение. այդ օրհնությունը վերցվեց այս ժողովրդից։ Приходило проклятие. Եկավ անեսքը։ Берегитесь потерять благословение Господне. Զգուշ եղեք Աստծո օրհնությունը չկորցնելու համար։ Матфея 6:22. Մատթեոս 6:22 Я прочту. Да. Մարմնի ճրակը աչքն է։ Ուրեմն եթե քո աչքը པարզ է, բոլոր մարմինդ լուսավոր կլինի։ Բայց եթե քո աչքը վատ է, բոլոր մարմինդ Марка 6:22. Прошу прощения. կներեք Մարկոս 6:26 Կներեք Մարկոս 6:22 Հերովդիայի աղջիկը հանդեսի սրահը մտնելով պարեց ու հաճելի եղավ Հերովդեսին եւ իրեն հետ նստողներին թագավորը ասավ աղջկան խնդրի ինձնից ինչ որ կուզես ու պիտի տամ քեզ
Мама дала совет дочери. Եվ մայրը աղջկան խորհուրդ տվեց։ И голова пророка, Եվ մարգարեի գլուխը наибольшего пророка, մարգարեներից մեծը եղողինը было снято. գլուխը կտրվեց։ Давайте разумные советы вашим детям. Խելամիտ խորհուրդներ տվեք ձեր երեխաներին։ Да благословит вас на это Бог. Աստված օրհնի ձեզ սրա մեջ էլ։ Чтобы из уст ваших приходили благословения дочерям вашим и сыновьям вашим. Որ ձեր շուրթերից, մեր շուրթերից, մեր տղաներին ու աղջիկներին օրհնության խոսքեր ելնի։ Что бы ни происходило в сердце вашем, Ինչ ձեր սրտի մեջ տեղի կունենա, пусть будут разумные советы детям вашим. թող որ լինեն որպես իմաստուն խորհուրդներ ձեր երեխաներին։ Один человек сказал, Մի անգամ մի մարդ ասեց. христианин это тот, Քրիստոնյանն նա է, когда в душе, в сердце у него, не дай Бог, երբ որ սրտի հոգու մեջ Աստված մի արածցե, а на устах всегда, да будет слава Богу. բայց շուրթերին միշտ լինի փառքը Աստծո։ Следующее местописание прочитаем 2 Паралипоменон. Հաջորդ տեղը, որ պիտի կարդանք, երկրորդ մնացորդած գրքից է։ 10 глава, 6 по 15 стих. Երկրորդ մնացորդած 10-րդ գլուխ 6-ից 15 խոսքերը։ Ռոբովամ թագավորը խորհուրդ հարցրեց այն ծերերին, որոնք իր հորը Սողոմոնին արչև կկենային, երբ նա ողջ էր ու ասավ. Դուք ինձ ինչ խորհուրդ կտաք, որ այս ժողովրդին պատասխան տամ։ Նրանք խոսեցին ու ասին. Եթե այս ժողովրդի հետ քաղցրության վարվես ու նրանց հաճելի լինես ու նրանց բարի խոսքեր խոսես, այն ժամանակ նրանք միշտ քեզ ծառա պիտի լինեն։ Բայց նա ծերերին իրեն տված խորհուրդը մերժեց ու իր արչև կացող եւ իր հետ մեծացած երիտասարդների խորհուրդը հարցրեց եւ նրանց ասավ. Դուք ինչ խորհուրդ կտաք, որ այս ժողովրդին պատասխան տամ, քանզի նրանք ինձ խոսեցին ու ասեցին. քու հորդ մեր վրա դրած լուծը թեթևացրու։ Նրա հետ մեծացած երիտասարդները նրան խոսեցին ու ասեցին. քու հայրը մեր լուծը ծանրացրեց ու դու մեր վրայիցը թեթևացրու ասող ժողովրդին այսպես խոսիր ու նրանց այսպես ասա. իմ փոքրիկ մատը հորս մեջքիցը ավելի հաստ է։ Իմ հայրը ձեր վրա ծանր լուծ էր դրել, բայց ես ձեր լուծը ավելի պիտի ծանրացնեմ։ Իմ հայրը ձեզ խարազանով խրատել է, բայց ես ձեզ կարիճներով պիտի խրատեմ։ Հերոբովամ ու բոլոր ժողովուրդը երրորդ օրը Ռոբովամին եկան, ինչպես թագավորը ասել էր, թե երրորդ օրը ինձ եկեք։ Թագավորը նրանց խստությամբ պատասխան տվեց։ Ռոբովամը թագավորի ծերերի խորհուրդը մերժելով երիտասարդների խորհրդի պես նրանց հետ խոսեց ու ասավ. Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, բայց ես այն ավելի պիտի ծանրացնեմ։ Իմ հայրը ձեզ խարազաներով էր խրատել, բայց ես ձեզ կարիճներով պիտի խրատեմ։ Թագավորը ժողովրդի խոսքին մտիկ չարավ, որովհետև այս բանը Աստծոց եղավ, որպեսի Տերը Սիլոնացի Աքիայի միջոցով Նաբատյան Հերոբովամին ասած խոսքը կատարի։ Молодым людям, кажется, советуют саморазумно, мудро их сверстники. Երիտասարդներին թվում է, թե ամենաիմաստուն ու ամենալավ խորհուրդները իրենց տալիս են իրենց հասակակիցները։ И поэтому то, что посоветовали люди пожилые, Դրա համար այն ինչ որ ծեր մարդիկ էին խորհուրդ տվել։ Равам отказался от их советов. Ռոբովամը հրաժարվեց այդ խորհրդից։ Он хотел семьи, которые живут в его время. Եվ նա լսեց խորհուրդ են մարդկանց, ով իր ժամանակակիցներն են։ Это было допущено Богом. Սա Աստծոց թույլտվություն էր։ Но это принесло разделение во всем царстве. Բայց սա բերեց ամբողջ թագավորության բաժանում։ Вот что было не послушать совета мудрых, Ահա թե ինչ էր նշանակում իմաստունների ու ծերերի խորհուրդը չլսել, а ухо преклонить и сердце к совету неразумных людей. բայց ականջն ու սիրտը տրամադրել անխոհեմ մարդկանց խորհուրդներին։ Послание римлянам, Հռոմացին ուղված նամակի մեջ 8 глава, 8-րդ գլուխ
6 по 13 стих. 6-ից 13-ը Որովհետև մարմնի խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք ու խաղաղություն։ Քանզի մարմնավոր խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է, որովհետև Աստծո օրենքին չի հնազանդվում, որովհետև չի էլ կարող, որովհետև մարմնով եղողները չեն կարող Աստծուն հաճո լինել, բայց դուք մարմնով չեք, հապա հոգիով։ Եթե Աստծո հոգին ձեր մեջ է բնակված, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրանը չէ, եւ եթե Քրիստոսը ձեր մեջ է, ել մարմինը մեռած է մեղքի համար ու հոգին կենթանի է արդարության համար։ Իսկ եթե Քրիստոսը մեռելներից հարուցանողի հոգին ձեր մեջ է բնակած, ուրեմն նա, որ Քրիստոսին մեռելներից հարուցանեց, պիտի կենթանացնե ձեր մահկանացու մարմիններն էլ իր հոգիով է, որ ձեր մեջ բնակի։ Ապա ուրեմն եղբայրներ, պարտական ենք ոչ թե մարմնին մարմնավորապես ապրելու համար, որովհետև եթե մարմնավորապես ապրելու լինենք, պիտի մեռնենք, բայց եթե հոգիով մարմնի գործերը սպանենք, պիտի ապրենք։ Вы сейчас что-то думаете. Դուք հիմա նստած ինչ որ բան եք մտածում։ Когда шли в собрание, тоже о чем-то думали. Երբ որ գալիս էիք պաշտամունքի, էլի ինչ որ բանի մասին մտածում էիք։ Но у нас есть мысли плотские, есть мысли Божьи. Բայց մենք մտքեր ունենք, որ մեր մարմնից է, եւ մտքեր ունենք, որ Աստվածանից է։ Бог бодствует над нашими мыслями Աստված մեզ մտքերին արթուն վիճակի մեջ է ուզում պահի։ и рекомендует, чтобы мы тоже бодствовали. Եվ ուզում է, որ մենք արթուն լինենք այս խնդրի մեջ։ У нас есть постоянно борьба. Մենք կռիվ ունենք մշտական։ Что будет советовать голова и что будет советовать сердце? Ինչ խորհուրդ կտա գլուխը եւ ինչ խորհուրդ կտա սիրտը։ Галатам написано: я не стал советоваться с плотью и кровью. Այստեղ ասում է, որ ես մարմնի ու արյան հետ խորհուրդ չարեցի։ Когда тебе Бог будет предлагать и звать к разумному Божьему, Երբ որ Աստված քեզ կառաջնորդի Աստվածայինը, այն խելամիտը, плоть и кровь будет тебе советовать обратное. մարմինն ու արյունը քեզ հակառակը пիտի խորհուրդ տան։ Поэтому Павел говорит: я не стал с ними советоваться. Դրա համար Պողոսն ասում է, ես դրանց հետ խորհրդի չնստեցի էլ։ Иов говорит: совет нечестивый, будь далек от меня. Հոբը ասում է, որ ամբարիշտների խորհուրդը ինձնից շատ հեռու պիտի լինի։ В 32-м псалме написано: совет Господень стоит вовек. 33-րդ Սաղմոսի մեջ ասում է, որ Աստծո խորհուրդը հավիտյան է մնում։ В 72-м псалме написано: ты руководил меня советом твоим. 73-րդ Սաղմոսի մեջ ասում է, որ դու քո խորհուրդներով ես ինձ կառավարում։ Бог хочет нам советовать. Աստված ուզում է մեզ խորհուրդ տա։ Вразумляет во сне. Մենք գիշերվա երազների մեջ է մեր միտքը բերում, Говорит там через псалмы. խոսում է սաղմոսների միջոցով մեզ հետ, Советует нам через проповедь. քարոզների միջոցով է մեզ խորհուրդ տալիս, Люди, боящиеся Бога, Աստծուց վախեցող մարդիկ посоветуют тебе разумное. քեզ խելամիտ խորհուրդ կտան։ И если обратишься к служителю, допустим, он скажет: я не знаю ответ на твой вопрос. Եթե մոտենաս սպասավորին ու ընդունենք, որ ինքը ասի քո հարցի պատասխանը չունեմ ես, Ну, я посоветую с братьями. դե ես էլ եղբայրների հետ կխորհրդակցեմ։ Да благословит тебя Господь. Աստված օրհնի քեզ։ Евангелие Матфея 26:4. Մատթեոս ավետարանի մեջ 26:4 Պրաշտու 26:4. ու խորեցին նենգության բռնել Հիսուսին ու մեռցնել։ Խորհուրդ արեցին Հիսուսին նենգության բռնել ու մեռցնել։ 23, 50, 51. Тоже Евангелие Луки. 23 50 51 Какой Евангелие? Луки, 23 глава, 50 и Луки. 51 стих. Ուրեմն Ղուկասի դե դուք կարծում եք արդեն երևի։ Չէ, Ղուկասի 23-րդ գլուխ 50 51 համարները։
был совет, как Христа убить. Խորհուրդ էին անում իրենք իրենց մեջ, թե ինչպես Քրիստոսին մերցնեն։ Искали, какой найти против него хитрость. Փնտրում էին, թե նրա դեմ ինչ նյութ դավեն խորամանկությամբ։ Нашли Иуду. Գտան Հուդային։ И они положили в совете хитростью взять его и убить. Եվ նրանք խորհուրդ տվեցին խորամանկությամբ բռնել նրան եւ սպանել։ В этом же высшем совете их власти Եվ իրանց այս իշխանության բարձրագույն խորհրդի մեջ был человек, который не участвовал в их совете. մի մարդ կար, որ իրանց խորհրդին մասնակից չէր։ Его имя Иосиф. Япրաշտու Ղուկաս 23:50-51 Մի մարդ Հովսեփ անունով, որ խորհրդական էր, բարի ու արդար մարդ էր, սա նրանց խորհրդին ու գործին հավանություն չէր տվել։ Когда Христа распяли, Երբ որ Քրիստոսին խաչեցին, он пошел просить тело Иисуса. այս մարդը գնաց Հիսուսի մարմինը խնդրելու։ Он не участвовал в их совете, он не давал им такой совет убить Նա Христа. մասնակից չէր նրանց խորհրդին եւ նա խորհուրդ չէր տվել Հիսուսին մերցնելու։ Но говорится, здесь не участвовал в их совете. Գրված է, որ նրանց խորհրդին մասնակից չէր եղել։ Мы живем среди мира. Մենք աշխարհի մեջ ենք ապրում։ Не участвуйте в советах. Աշխարհի խորհուրդներին մասնակից չլինեք։ Руководствуйтесь первым псалмом. Առաջնորդվեք առաջի սաղմոսով։ На совет нечестивых не идите. Ամբարիշների խորհուրդների մեջ մի գնացեք։ Бойтесь Бога. Աստծուց վախեցեք։ Откровение 3:18. Հայտնության 3:18 Ես քեզ խորհուրդ կտամ։ Ինձնից կրակի մեջ փորձված ոսկի ծախուար, որպեսի հարստանաս, ու ջերմակ հանդերձներ, որպեսի հագնես, որպեսի քո ամոթալի մերկությունը չերևնա, եւ աշկերի դեղ դիր, որպեսի տեսնես։ Бог имеет к нам каждому разумный совет. Աստված մեր ամեն մեկի համար խելամիտ խորհուրդ ունի։ Советую тебе купить у меня золото. Ես քեզ խորհուրդ եմ տալիս ինձնից ոսկի առնես։ Обогатиться, Հարստանաս, одежду купить, հանդերձներ առնես, чтобы одеться, որպեսի հագնես մերկությունը ծածկես, чтобы ты стоял в одежде праведности, в одежде святой. որ կանգնած լինես արդարության ու սրբության հանդերձներով։ Иногда мы советуем друг другу, что одеться, подходит тебе эта одежда или нет. Հաճախ մենք մեկ-մեկու ենք խորհուրդ տալիս, ինչ հագնես, այս հագուստը քեզ համապատասխանա, թե համապատասխան չի։ Самый лучший совет дает Бог. Ամենալավ խորհուրդը տալիս է Աստված։ Пользуйтесь его советами. Նրա խորհուրդներից օգտվեք։ Да благословит вас Господь, Թող օրհնի Աստված ձեզ, чтобы вы давали разумные советы, որ դուք իմաստուն խորհուրդներ տվող լինեք чтобы вы пользовались разумными советами, եւ իմաստուն խորհուրդներից օգտվող լինեք, чтобы советником у вас был Бог, որ ձեր խորհրդատուն լինի Աստված, Дух Святой. Սուրբ Հոգին։ Вот это слово, вернейшее пророческое. Այս խոսքը, որ մարգարեական է համարվում, Да благословит вас Бог. Աստված օրհնի ձեզ։ Мы обратимся к Богу в молитве. Մենք աղոթքով գանք Աստծո առջև, У кого есть возможность, желание стать на колени, пожалуйста. ով հնարավորություն ու ցանկություն ունի ծնկի գալու խնդրեմ, Или на ноги станьте. կամ էլ ոտքի վրա կանգնեք, Но понуждайтесь в Боге. բայց Աստծո կարիքը ունեցեք։ Аминь. Ամեն։ Հալելույա Տեր։ Փառավոր ես դու։